Երևանից ոստիկանության անգործությունը և Երևանի իշխանությունների հանցագործությունները բողոքարկում ենք տարբեր վայրերում։ Այս պահին բողոքի խաղաղ մասնակիցներից 3-ին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք և նրանք գտնվում են այստեղ։ Մեզ հայտնի չեն բերման ենթարկելու հիմքերը, պաշտոնապես դրանք ներկայացված չեն եղել։ Բայց մենք հասկանում ենք, որ Աննա Հակոբյանի հետ այդ կեղտոտ ճաշը լափածները ստացել են հատուկ հովանավորչություն և այդ հատուկ հովանավորչության ներքո ստացել են ապօրինաբար շինթույլտվություններ, նորմատիվ իրավական ակտերի կողմից խախտումներով և հիմա անցել են Երևանի բնակիչների տների քանդմանը և մարդկանց կյանքին վնաս պատճառելով, ահաբեկելով, մեքենաների տակ գցելով, անցնում են մարդկային կյանքերի վրայով։ Կարող ենք ասել, այո, այս իշխանությունների համար ինչ է, որ մարդկանց չգցեն մեքենաների տակ, հատկապես կանանց, որովհետև սովոր են կանանց սպանել Երևանի փողոցներում։ Ինչ է իրաց համար, եթե տարաներ 5000 տղամարդկանց ոչնչացրեցին պայմանավորված պատերազմում, ապա ինչ է, որ չքանդեն ձեր բնակարանները և մարդկանց չգցեն մեքենաների տակ։ Այնուամենայնիվ, մենք հիմա այստեղ ենք, այդ նախարարուհի տիկնոջը կանչում ենք այստեղ, իր ենթականերին ստորադասներին կարգի հրավիրելու, այդ թվում նաև ինքը իրեն կարգի հրավիրելու այս ապօրինությունների վերաբերյալ։ Հենց հիմա պահանջում եմ արձակել բոլոր այն մարդկանց, ում բերման եք ենթարկել ապօրինաբար։ Ուրեմն այստեղ այս ոստիկանության մի աշխատակից կա Բաղարյան, հենց նա է մեղավորը, որ 2 օր առաջ Նայիրիզարյա փողոցում տեղի ունեցավ ավտովթար, որովհետև այդ Բաղարյանին ասեցինք, այստեղ վթարային իրավիճակ է ստեղծված այս ապօրինի շինարարության հետևանքով։ Հետևեք այս խաչմերուկին, կարգավորեք խաչմերուկը։ Պարզվում է այդ մարդիկ ցուցաբերելով բացարձակական գործություն, հասան նրան, որ աղջնական գավ ավտոմեքենայի տակ և ծանր մանրական վնասվածքներով գրեթե հազիվ տեղափոխվեց բուժհաստատություն։ Շուրջ կես ժամ շտապօգնության մեքենան հնարավորություն չուներ մոտենալու բուժառուին։ Վիրավոր գետնի վրա կես ժամ պառկած է եղել այդ երեխան։ Հիմա սրանք, այս խուլիգանները, այս ապօրինություն իրականացնողները, այս հանցագործները, ովքեր կոռուպցիա սխեմաներով թույլտվություն են տվել, վթարային իրավիճակ են ստեղծել շուրջ 1000 բնակչի համար, ուղղակի վթարային վիճակ, հրդեհից զերծ մնալու, ավտոճանապարհային պատահարներից զերծ մնալու և այլ շենքերի քանդման փլուզման տակ չմնալու այս ուղղությամբ, չեմ ասում մնացածների համար, Երևանի բնակիչների, ովքեր երթևեկում են Նայիրիզարյան, վրացական, Հրաչակոչար խաչմերուկի այդ բանուկ մասում։ Այս հանցագործների վերաբերյալ ես նոր ներկայացրել եմ հաղորդում ԱԱԾ-ին։ Իհարկե ոչ հավատում եմ ոչ ԱԱԾ-ին, ոչ ոստիկանությանը, բայց այնուամենայնիվ հեռու չէ այն օրը, որ լինելու է իրականում դատախազ, որ ձեռնաշղթաներով ոստիկան է լինելու, համապատասխան իրավապահ մարմինների ներկայացուցիչ և այդ ձեռնաշղթաները անցկացնելու է այս ապօրինություններ իրականացնողների ձեռքերին և նրանց տեղափոխելու է համապատասխան քրեակատարողական հիմնարկ։ Լսեք, խաղաղ ցուցարարի և իրավունքը պահանջողի տեղը չի ոստիկանության այս բաժանմունքը։ Այստեղ բերեք Տիգրան Ավինյանին, այստեղ բերեք բոլոր այն մարդկանց, ովքեր կեղծիքների միջոցով, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հիմա իրականացնում են ապօրինի շինարարություն։ Այստեղ բերեք Վահրամ Ադամյանին, Ադամիկում ՍՊ-ի այդ
կեղտոտ քայլերի համար գումար է փոխանցել, 33 միլիոն դրամ փոխանցել է կեղտոտ քայլի, ես իմ ինչքան դրամ փոխանցել է կեղտոտների հետ նստելու, ճաշելու, լափելու համար, այդ դրանց բերեք այս ոստիկանության բաժանմունք, մենք դրան ենք սպասում, հիմա բացենք այս ոստիկանության դուռը, ես եկել եմ որպես նաև փաստաբան, տեսնելու ինչ է կատարվում այստեղ, իմ վստահողների հետ կապված, բացեք դուռը, նոր ասեցիք, որ կբացեք, ինչի չեք բացում, ինչի համար է այս դուռը այսպես այս ցանկապատով փակված։ Հարկերի ոստիկանություն, հարկերի գործերի նախարարուհի, լսում եք, բաց դուռը, բաց եկին եք։ Ոստիկանություն հաղորդում ներկայացրեք, ինչի համար է այս ոստիկանությունը, բացեք դուռը ոստիկանության, եկել ենք հաղորդում ներկայացնենք, ասում եք չէ եկեք հաղորդում ներկայացնենք, եկել ենք, բերել են փաստաթղթերը, ցույց տան, որ ինչ ապօրինություն է տեղի ունեցել, նույնիսկ այդ ապօրինի կեղծ փաստաթղթերի հիման վրա տրված նախագիծը այսօր արդեն իսկ չի համապատասխանում իրականությանը, թորել են մի կատլավան, որը նախագծի շեղումներով է, բացեք դուռը, որ հաղորդում տանք հանցագործության մասին։ Լավ չեք Տիկին նախարարուհի, արի դուռը բաց, արի ոստիկանությանը դուռը բաց, Արաբկիր համայնքի ոստիկանության դուռը փակ է։ Սա ոստիկանություն է, թե ինչ-որ մասնավոր տարածք է, բացեք դուռը։ Գալիս են, նկարեք։ Եկավ Բաղարյանը, ամենավատագույն ոստիկաններից մեկը։ Ոստիկան, որին գնահատականը 0 է։ Ուրեմն լսեք, ինչ եք ձեզ ասում։ Ձերքեր չխոսեք, ձեր ձերքերը իջացրեք, ձեր ձերքերը իջացրեք, լսեք մի չէ վերջ, բայց ձեր ձերքերը իջացրեք մի բղավեք իմ վրա, լսում ենք, բայց մի ագրեսիվ մոտեցեք, ասեք, ձերքով մի խոսեք ինձ հետ ձերքով մի խոսեք, ես կպարզաբանեմ, նոր պարզաբանում է, լավ չեք լսում, Որ ձեզ լսելու բան չունես, ասեք։ Այսինքն լսելու բան ձերքերը իջացրեք, ձերքով հետը չխոսեք։ Դու չես որոշում ինչ պետք է անեմ, Դուք խոսեք եկել եք ոստիկանության ստորաբաժանում, ասեք ինչ հարգալից վերաբերմունք եք պահանջում։ Դուք հարգալից եղեք, որ ձեր հետ հարգալից է։ Ոստիկանությունը միշտ հարգալից է։ Ձերքով ձեր Այո, ձերքը իջացրեք։ Հանգստացեք, ասեք, ինչի համար եք եկել ոստիկանություն։ Ցած ձեր ձերքը։ Ասում եմ, եկել են նա խաղաղ բնակիչները, ովքեր ցույց են անում, նրանց բերման եք ենթարկել այստեղ։ Եկել եմ նրանց հետևից եւ եկել եմ, որպեսզի ձեզ փոխանցեմ հաղորդում հանցագործության մասին։ Հաղորդում եք ուզում, ինչի վերաբերյալ, ասեք։ Ասեցի։ Եկեք, արեք հաղորդում։ Իսկ տղաների հարցի մի հատ էլ դա ճշտենք։ Մեր տղաներին, որ բերման ենք ենթարկել այստեղ։ Դիմել ոստիկանության լրատվական վարչության։ Չէ, լրատվական չէ, ձեզ ենք դիմում, իմանանք ինչ է եղել։ Չէ, հասկանալի չի։ Հիմա դա այդ հարցին է պատասխանեք, Խուլիգանություն կատարելու համար։ Ով է խուլիգանություն արել։ Նշված քաղաքացիները։ Այս դուք ինչ եք անում այնտեղ։ Դա արդեն Դուք ինչ եք անում այնտեղ։ Ոստիկանությունը հասարակական կարգեր ապահովում։ Ոնց որ 2 օր առաջ երեխային գցեցի մեքենայի տակ, այդպես էիք պահպանում։ Ձերքով մի խոսեք հետս։ Հաղորդում եք։ Ներեցեք ձերքով մի խոսեք հետս։ Ձերքով մի խոսեք, ձերքը իջացրեք։ Ձերքը իջացրեք, հանգիստ ես պահեք։ Ես պետք է ասեմ։ Դուք իմ ծառան եք։ Ես ձեր կարգադրիչն եմ։ Դուք իմ ծառան եք։ Դուք իմ ծառան եք։ Դուք ծառայության մեջ եք։ Հանուն Հայաստանի Հանրապետության, ես էլ այս պետության ամենալավ քաղաքացիներից մեկն եմ։ Դուք ինձ լավ չեք ճանաչում, ձերքով չխոսեք։ Դուք ինձ լավ չեք ճանաչում։ Ձերքով մի խոսեք։ Ասեցի ես ինչ եմ ուզում։ Ասեցի։ Հիմա ես ուզում եմ իմանամ ում եք բերման ենթարկել, դա է պարզաբանեք։ Ձեզ ասելու բան չունի, ոստիկանությունը ինչ պետք է բավարար արդեն ձեզ պատասխանել է։ Բավարար չի պատասխանել, բավարար չի պատասխանել։ Всё, գնացինք։ Գնացինք։
Ինչի՞։ Չի թույլատրում։ Ռուբերակը թողենք, մենք միասին ենք գալի հաղորդում տանք։ Դուք արեք։ Ինչի՞։ Ով ասեց, մենք միասին ենք։ Ոչ, դուք ակցիայի մասնակից եք գնացել։ Այսինքն, մենք միասին նույն բնակիչներն ենք, նույն տարածքից ենք։ Նույն տարածքից ենք, հարգելի։ Նույն տարածքի մեկ բնակիչներ են։ Դուք եկել եք, ասում եք ես հաղորդում եմ տալիս։ Այո, որպես Մեր քաղաքացին կանգնած, ինքը որևէ հաղորդում չուներ տալու, հասկանալի է։ Չունեք հաղորդում։ Ունի։ Ինձ թողեք։ Ռուբերակը թողեք։ Ասեք։ Եկեք դեզանից հաղորդում Չէ, միասին գանք, ես չգիտեմ, ձեզ չեմ վստահում, որտեղ ինձ բերմանել են ենթարկե ոստիկանություն, իհարկե ոչ արաբկիրում, այլ ոստիկանությունի նկատմամբ բռնությունել են գործադրել։ Ես ձեզ շատ լավ եմ ճանաչում ոստիկանություն։